Երկու մահաբեր երկրաշարժ Վենեսուելայում։ Ամենահզոր շոկի ալիքը Եվրոպայի պատմության մեջ։ IF-3 ուժգնության հզորագույն տորնադո Ուրալում, Ռուսաստան։ Թե ինչպես են զարգացել այս եւ մյուս իրադարձությունները, դիտեք թողարկման շարունակության մեջ։ Եվրոպա։ Հունիսի վերջին արևմտյան եւ կենտրոնական Եվրոպայի մեծ մասը հայտնվել է հզոր ջերմային գմբեթի ազդեցության տակ։ Շոկի այս ալիքը դարձել է Եվրոպայում երբևէ գրանցված ամենաուժգին շոկի ալիքը։ Շատ երկրներում ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 5-ից 15 աստիճանով։ Որոշ վայրերում ջերմաչափերի սնդիկի սյունը գերազանցել է 40 աստիճան Ցելսիուսը։ Հունիսի առավելագույն ջերմաստիճանի ազգային ռեկորդները միաժամանակ գերազանցվել են մի քանի երկրներում, իսկ որոշ տարածաշրջաններում գրանցվել են դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում արձանագրված բացարձակ առավելագույն ցուցանիշներ։ Օդերևութաբաններն այս շոկի ալիքն անվանել են արտակարգ մասշտաբի իրադարձություն, քանի որ դրա ընթացքում սահմանվել են ջերմաստիճանային հազարավոր ռեկորդներ։ Ցավոք, հունիսի 21-ից սկսած անոմալ շոկը Եվրոպայում դարձել է ավելի քան 1300 մարդու մահվան պատճառ, իսկ որոշ հիվանդանոցներ դժվարությամբ են կարողացել սպասարկել դիմումների հսկայական քանակը։ Շատ երկրներում ստիպված են եղել փակել մշակութային տեսարժան վայրերը եւ դադարեցնել դպրոցներում դասերը։ Առավել տուժած երկրներից մեկը Ֆրանսիան էր։ Հունիսի 23-ից սկսած այստեղ միանգամից տասնյակ քաղաքներում թարմացվել են ջերմաստիճանի բացարձակ ռեկորդները։ Լանդ դեպարտամենտում օդի ջերմաստիճանը բարձրացել է 44 աստիճան Ցելսիուսից ավելի։ Շոկից փրկություն գտնելու նպատակով մարդիկ զանգվածաբար ուղևորվել են գետեր եւ լճեր, այդ թվում լողալու համար չնախատեսված ջրային տարածքներ, ինչը հանգեցրել է ջրում տեղի ունեցած տասնյակ ողբերգությունների։ Շոկի պատճառով Փարիզում ժամանակավորապես արգելվել է հասարակական վայրերում ալկոհոլային խմիչքների օգտագործումը։ Տուժել է նաև Ֆրանսիայի գյուղատնտեսությունը։ Կենդանիների ջերմային սթրեսի պատճառով կաթի արտադրությունը նկատելիորեն նվազել է։ Իսկ երկրի արևմտյան հատվածում, որտեղ կենտրոնացած է թռչնաբուծությունը, միայն մեկ գիշերվա ընթացքում ֆերմաներում սատկել է մինչև 10,000 թռչուն։ Հունիսի 25-ին Մորբիան դեպարտամենտում գրանցվել է հազվադեպ երևույթ, որն անվանում են heat burst կամ ջերմային պոռթկում։ Այն առաջանում է ամպրոպի թուլացման ժամանակ, երբ վարընթաց օդային հոսքը մթնոլորտի միջին շերտերից տակ եւ չոր օդը մղում է դեպի երկրի մակերևույթ։ Արդյունքում մակերևութամերձ հատվածում ջերմաստիճանը տեղային բնույթով արագ բարձրանում է, խոնավությունը կտրուկ նվազում է եւ հաճախ ուժգնանում է պոռթկուն քամին։ Այսպես, Բելիլ օդերևութաբանական կայանում ընդամենը 18 րոպեի ընթացքում ջերմաստիճանը բարձրացել է 7 աստիճան Ցելսիուսով, իսկ քամին անհողմ վիճակից արագ անցել է մինչև ժամում 100 կիլոմետր արագության պոռթկումների։ Շոկը խաթարել է նույնիսկ ատոմային էներգետիկայի աշխատանքը։ Գետերի ջուրն այնքան է տաքացել, որ այլևս չէր կարող արդյունավետորեն հովացնել ռեակտորները։ Այդ պատճառով երկրում ժամանակավորապես դադարեցվել է առանձին էներգաբլոկների աշխատանքը։ Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Շվեյցարիայում եւ Հունգարիայում։ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին անգամ ծայրահեղ շոկի վերաբերյալ կարմիր նախազգուշացումը գործել է 3 օր անընդմեջ։ Այդ օրերին հունիս ամսվա առավելագույն ջերմաստիճանի ցուցանիշը 3 անգամ թարմացվել է, ամսի 26-ին հասնելով 37.7 աստիճան Ցելսիուսի։ Շոկի պատճառով չեղարկվել է շոկի հետևանքների դեմ պայքարին նվիրված համաժողովը։ Ամբողջ Մեծ Բրիտանիայում ծայրահեղ բարձր ջերմաստիճանների հետևանքով բուժհաստատությունները ստիպված են եղել հետաձգել պլանային վիրահատությունները եւ մասնակիորեն չեղարկել ամբուլատոր ընդունելությունները։ Որոշ կլինիկաներում հովացման համակարգը շարքից դուրս է եկել, իսկ MRT սարքերը գերտաքացման պատճառով դադարել են աշխատել։ Հունիսի 27-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ջերմաչափերի սյուները բարձրացել են մինչև 39 աստիճան Ցելսիուս, իսկ ոստիկանությունը ջրանետեր է օգտագործել մարդկանց օգնելու զովանալ։ Աննախադեպ շոկ են եղել նույնիսկ գիշերները։ Կուպշուց օդերևութաբանական կայանում հունիսի 28-ին նվազագույն ջերմաստիճանը չի իջել 29.4 աստիճան Ցելսիուսից ցածր, ինչը դարձել է 50-րդ զուգահեռականից հյուսիս օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում գրանցված ամենաշոգ գիշերը։ Նման պայմաններում մարդու օրգանիզմը չի հասցնում վերականգնվել ցերեկային տապից հետո, ինչը բացասաբար է անդրադառնում առողջության վրա։ Քանի որ նախկինում նման շոկը հազվադեպ երևույթ էր, օդորակիչները Եվրոպայում մինչ օրս լայն տարածում չեն ստացել։ Գերմանիայում դրանցով ապահովված է տնային տնտեսությունների ընդամենը մոտ 6%-ը։ Դորմագեն քաղաքում ծերանոցի ներսում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև վտանգավոր 35 աստիճան Ցելսիուսի, ինչի պատճառով տասնյակ բնակիչների ստիպված են եղել տարանել։ Շոկը խաթարել է նաև տրանսպորտային հաղորդակցությունը։ Գերմանական Deutsche Bahn երկաթուղային օպերատորը ժամանակավորապես թույլատրել է ուղևորներին անվճար չեղարկել միջքաղաքային ուղևորությունները, իսկ մասնավոր National Express փոխադրողը դադարեցրել է հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային երկրամասում իրականացվող երթուղիների մի մասը, քանի որ գերտաքացումից մետաղն ընդարձակվում էր եւ ռելսերը կարող էին դեֆորմացվել։ Խնդիրներ են առաջացել նաև ճանապարհներին։
Համբուրգից ոչ հեռու ավտոմայրուղու ասֆալտը փափկել եւ ջաքչկել է, իսկ Բերլինի մոտ 2 մայրուղու վրա շոկից բետոնը ջաքել է։ Երթևեկությունը ստիպված են եղել մասնակիորեն սահմանափակել։ Դանիայում հունիսի 27-ին Օրուս քաղաքից հյուսիս օդի ջերմաստիճանը հասել է 37 աստիճան Ցելսիուսի, ինչը տարածաշրջանում դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում գրանցված բացարձակ նոր ռեկորդ է դարձել։ Այն երկրում, որտեղ հունիսին սովորաբար բնորոշ է մեղմ հյուսիսային ամառը, մոտ 19 աստիճան Ցելսիուսի միջին առավելագույն ջերմաստիճանով, նման շոկը ծայրահեղ անոմալ երևույթ է։ Նիդերլանդներում առաջին անգամ շոկի պատճառով հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ։ Իտալիայում Պո գետի ծանծաղացման հետևանքով թուլացել է քաղցրահամ ջրի բնական պատնեշը, որը սովորաբար գետաբերանի մոտ սսվում է ծովի ջրի ներթափանցումը։ Արդյունքում աղի ջուրը գետի հունով մոտ 18 կիլոմետր առաջ է շարժվել դեպի վեր, վտանգ ստեղծելով գյուղատնտեսության եւ դելտայում գտնվող պահպանվող ջրաճահճային տարածքների համար։ Ճապոնիա Հունիսի 25-ին տեղական ժամանակով ժամը 7:30 առավոտյան պիկ ժամին Իվատե պրեֆեկտուրայի ափերի մոտ տեղի ունեցավ 7.2 մագնիտուդով հզոր երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումները, որոնք ուղեկցվում էին գրունտի երկարատև տատանումներով, զգացվել են ընդարձակ տարածքում, ընդգրկելով ոչ միայն Տոհոկու տարածաշրջանը, այլև մայրաքաղաք Տոկիոն։ Ցունամիի վտանգ չի առաջացել։ Հարկ է նշել, որ 3.5 ժամվա ընթացքում գրանցվել է առնվազն 8 հետցնցում, 2.9-ից մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ։ Առավել լուրջ ավերածությունները գրանցվել են Աոմորի պրեֆեկտուրայում, որտեղ Հասիկամի քաղաքում Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության սանդղակով արձանագրվել է 6-ից ավել բալ ուժգնություն։ Տարերկի հետևանքով Աոմորի եւ Իվատե երկու պրեֆեկտուրաներում տուժել է 12 մարդ։ Նրանց թվում է Իվատե պրեֆեկտուրայի Կամայսի քաղաքում բնակվող 90-ամյա տարեց կինը, որն ընկել եւ կոտրել է ձեռքը։ Իսկ Աոմորի պրեֆեկտուրայի Հատինոհե քաղաքում դեռահաս աղջիկը սեյսմիկ ցնցման պահին հեծանիվ էր վարում եւ չկարողանալով կառավարել այն, ընկել է ավտոմեքենայի տակ։ Տարերքը զգալի վնաս է հասցրել ենթակառուցվածքներին։ Աոմորիում վնասվել է ավելի քան 360 շենք, իսկ Իվատեում 17 կառույց, ներառյալ դպրոցներն ու սոցիալական ապահովության հաստատությունները։ Հատինոհե քաղաքում կանգ է առել վերելակը, որտեղից ստիպված են եղել փրկել ներսում գտնվող մարդուն։ Տեղական սուպերմարկետներում դարակներից ցած են ընկել հազարավոր ապրանքներ, իսկ հատակները ծածկվել են կոտրված ապակե տարաների բեկորներով։ Կանոնձի տաճարում փլուզվել են հուշատախտակները։ Ծերանոցում ցնցումների հետևանքով կոտրվել են պատուհանները, իսկ պատերին առաջացած ջաքերը շենքը դարձրել են մարդկանց գտնվելու համար վտանգավոր։ Վնասվել են նաև Վանրաուրե Հատինոհե ֆուտբոլային ակումբի օբյեկտները։ Գրասենյակում եւ մինի ֆուտբոլի խաղադաշտում պատերը մասնակիորեն փլուզվել են։ Խոր ջաքեր են առաջացել նաև Չոչու Օնսեն ջերմային համալիրում։ Եվս մեկ երկրաշարժ տեղի է ունեցել հունիսի 26-ին երեկոյան Յամանասի պրեֆեկտուրայի արևելյան հատվածում։ Թեև դրա մագնիտուդն ավելի ցածր էր, 5.6 առավելագույն ուժգնությունը բարձր էր եւ Ֆուցիկավագուտիկո քաղաքում հասել է 6- մակարդակի։ Այս տարբերությունը բացատրվում է նրանով, որ երկրաշարժի օջախը գտնվում էր ցամաքում եւ ավելի փոքր խորության վրա, ուստի տատանումները մակերևույթ են հասել էներգիայի ավելի փոքր կորստով։ Սա 1924 թվականից ի վեր առաջին դեպքն էր, երբ Յամանասի պրեֆեկտուրայում գրանցվել է նման ուժգնության երկրաշարժ։ Ընդհանուր առմամբ տարերքից տուժել է 15 մարդ։ Սեյսմիկ իրադարձությունը զգալի ավերածություններ է առաջացրել։ Կոֆու քաղաքում փլուզվել է շենքի արտաքին պատի մի մասը, իսկ Ֆուձիոսիդա քաղաքում փլուզվել են բետոնե պատեր եւ ընկել ճանապարհամերձ ցուցանակներ։ Ֆուձիկավագուտիկո քաղաքի հյուրանոցներից մեկում երկրաշարժից հետո խափանվել են վերելակները։ Ավելի քան 1900 տարվա պատմություն ունեցող Կիտագուտի Հոնգու Ֆուձի Սենգեն հնագույն սինտոյական սրբավայրում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, վնասվել են շուրջ 300 տարվա հնություն ունեցող 11 քարե լապտեր։ Սիցուոկա պրեֆեկտուրայում գրանցվել են բազմաթիվ քարաթափումներ, ծողանքներ եւ տապալված ծառեր։ Շենքերի տանիքներից կղմին դռներ են ընկել, վնասելով կայանված ավտոմեքենաները։ Օյամա քաղաքում տներից մեկի հետևում փլուզվել է մոտ 20 մետր բարձրությամբ եւ մոտ 5 մետր լայնությամբ լանջի հատվածը։ Մոտեցող թայֆունի առաջացրած հորդառատ անձրևների հետևանքով հողի հետագա սահքերը կանխելու նպատակով ձեռնարկվել են լանջն ամրացնելու արտակարգ միջոցներ։ Ռուսաստան
Հունիսի 22-ին Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Կուշվա քաղաքին հարվածեց տորնադո, որը վերջին տասնամյակների ընթացքում Ուրալում գրանցված ամենահզորներից մեկն էր։ Ավերածությունների բնույթով այն Ֆուջիտայի միջազգային սանդղակի համաձայն դասակարգվեց IF3 կատեգորիայում։ Օդերևութաբանները նշում են, որ տարածաշրջանում տորնադոներ հազվադեպ են տեղի ունենում և սովորաբար անցնում են անտառային տարածքներով։ Այս անգամ պտտահողմն անցավ քաղաքի միջով, իր հետևից թողնելով մոտ 2.5 կիլոմետր երկարությամբ ավերածությունների գոտի։ Ականատեսների խոսքով այն ուղեկցվում էր ուժեղ դղրդյունով և լորի ձվի չափի կարկուտով։ Տորնադոն պոկում էր տների տանիքները, օդ բարձրացնում տանիքածածկի թիթեղներ, շինարարական բեկորներ և աղբ։ Ընդամենը 10 րոպեի ընթացքում վնասվել են 100-ից ավելի բնակելի տներ, ավտոմեքենաներ, էլեկտրահաղորդման գծեր և կոմունալ ենթակառուցվածքի օբյեկտներ։ Ոչնչացվել են ցանկապատեր, ջերմոցներ և տնտեսական շինություններ։ Բազմաթիվ ծառեր արմատախիլ են եղել։ Որոշ փողոցներում մասնավոր տներից մնացել էին միայն պատերը։ Վնասվել են նաև բազմահարկ շենքերը։ Դրանց տանիքներն ու պատշգամբները պոկվել են։ Կուշվայում և հարևան բնակավայրերում առանց էլեկտրականության են մնացել ավելի քան 4000 մասնավոր տներ։ Խափանվել է ջրամատակարարումը, իսկ գազատարների վնասման պատճառով առանձին շրջաններում ստիպված են եղել անջատել գազամատակարարումը։ Բժշկական օգնության է դիմել 21 մարդ։ Տուժածների մեծ մասը թռչող բեկորներից և ապակու կտորներից ստացել է կտրվածքներ ու սալջարդներ, մի քանի մարդ հոսպիտալացվել է։ Էլեկտրականության բացակայությունը Յուժնայահանգում հանգեցրել է արտակարգ իրավիճակի։ Բարձրացնող սարքավորումների աշխատանքի դադարեցման պատճառով 16 հանքափոր արգելափակվել է գետնի տակ։ Նրանց հաջողվել է մակերևույթ բարձրացնել միայն հաջորդ օրը, առավոտյան ժամը 4-ի սահմաններում, էլեկտրամատակարարման վերականգնումից հետո։ Արդեն հաջորդ օրը տարերքի հետևանքներն ավելի են ծանրացել։ Կուշվայում ուժեղ տեղատարափներ են սկսվել։ Ջուրը հեղեղել է այն տների բնակելի տարածքները, որոնք այդ պահին դեռևս առանց տանիքների էին։ Վենեսուելա։ Հունիսի 24-ին Վենեսուելան վերապրել է իր պատմության վերջին 125 տարիների ամենածանր սեյսմիկ իրադարձություններից մեկը։ Երկրի հյուսիսային հատվածը, որտեղ կենտրոնացած են խիտ բնակեցված շրջանները, տրանսպորտային հանգույցները, նավահանգստային ենթակառուցվածքները և մայրաքաղաք Կարակասը, միանգամից հայտնվել է երկու հզոր երկրաշարժերի հարվածի տակ՝ 7.2 և 7.5 մագնիտուդով։ Դրանք տեղի են ունեցել 1 րոպեից պակաս ընդմիջմամբ։ Ամենամեծ վնասը գրանցվել է Լա Գուայրա նահանգում, որն իշխանությունները հայտարարել են աղետի գոտի։ Տեղական լրատվամիջոցների ռեպորտաժները ծանր պատկեր էին ներկայացնում։ Փլուզված շենքերի մոտ հավաքվել էին մարդիկ, որոնք չէին կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ և չգիտեին նրանք ողջ են թե ոչ։ Ականատեսները հայտնում էին, որ փլատակների տակ մարդիկ էին մնացել, իսկ իրենց ուժերը բավարար չէին բետոնե սալերը տեղաշարժելու համար։ Նրանք լսում էին այդ մարդկանց ձայները և առաջին ժամերին փաստորեն ձեռքերով, պարաններով և ձեռքի տակ եղած միջոցներով ինքնուրույն մաքրում էին փլատակները, քանի որ փրկարար ծառայությունները ֆիզիկապես չէին հասցնում միաժամանակ հասնել բոլոր ավերված օբյեկտներ։ Կարակասը նույնպես հայտնվել է տուժած շրջանների թվում։ Մայրաքաղաքում ավերածությունները համատարած չէին, սակայն առանձին վայրերում չափազանց լուրջ էին։ Փրկարարների աշխատանքը բարդացնում էր բետոնն ու մետաղը կտրելու սարքավորումների, ինչպես նաև հիմնական հանդերձանքի, սաղավարտների, ջրի, սննդի և այլ անհրաժեշտ միջոցների պակասը։ Իրավիճակն ավելի է ծանրացրել այն հանգամանքը, որ երկրաշարժերը տեղի են ունեցել տոնական օրը, ուստի ավերածությունների գոտում գտնվել են ոչ միայն տեղի բնակիչներ, այլև այլ վայրերից ժամանած մարդիկ։ Հուլիսի 1-ի պաշտոնական տվյալներով զոհերի թիվը հասել է 1943-ի, իսկ ավելի քան 10.500 մարդ վիրավորվել է։ Բժշկական հաստատություններն աշխատել են շուրջօրյա։ Մայրաքաղաքային տարածաշրջանում տուժածներին ընդունելու համար պետական հիվանդանոցներից բացի ներգրավվել են նաև մասնավոր կլինիկաները։ Մարդկանց ժամանակավոր տեղավորելու համար սկսել են օգտագործել խոշոր հասարակական օբյեկտները։ Լա Գուայրայում մարզադաշտերից մեկում կազմակերպվել են ժամանակավոր ապաստարան և բժշկական կետ։ Նրանք, ովքեր շենքերում առաջացած ճաքերի և կրկնվող ցնցումների պատճառով վախենում էին վերադառնալ վնասված շենքեր, մի քանի օր շարունակ մնացել են բաց տարածքներում, զբոսայգիներում և ժամանակավոր ճամբարներում։ Հիմնական երկրաշարժերից հետո սեյսմիկ ակտիվությունը չի դադարել։ Իշխանությունների տվյալներով հունիսի 27-ի օրվա կեսի դրությամբ գրանցվել է 430 հետցնցում։
Երկրաշարժերի հետևանքով ավերվել կամ լրջորեն վնասվել է առնվազն 383 շենք, իսկ ամբողջ երկրում վնասվել է ենթակառուցվածքի ավելի քան 1400 օբյեկտ, այդ թվում 13 հիվանդանոց եւ 25 առևտրի կենտրոն։ Լուրջ վնասներ է կրել նաեւ Մայկետիա քաղաքում գտնվող Սիմոն Բոլիվարի անվան միջազգային օդանավակայանը։ Մասնագետի խոսքով հետևանքների նման մասշտաբը հնարավոր չէ բացատրել միայն երկրաշարժերի մագնիտուդով։ Պրոֆեսորն ընդգծել է, որ սեյսմակայունության նորմերի պահպանման դեպքում շենքերը չպետք է փլուզվեին խաղաքարտերից կառուցված տնակների պես։ Նման ավերածությունների հնարավոր պատճառների թվում նա նշել է բետոնի որակը, պողպատի քանակի նվազեցումը, սյուների ոչ բավարար լայնական ամրանավորումը եւ շինարարական նորմերի այլ խախտումներ։ Այս մեկնաբանությունը կարևոր է, քանի որ հետևանքների հարցը բնական աղետի հարթությունից տեղափոխում է քաղաքային կառուցապատման խոցելիության, շինարարական նորմերի վերահսկման եւ կառուցվածքների որակի հարթություն։ Այս շաբաթվա իրադարձությունները ցույց են տալիս, որ գործող անվտանգության չափորոշիչներն արդեն ոչ միշտ են համապատասխանում իրական բնական ռիսկերի մակարդակին։ Երբ շենքերը փլուզվում են, հիվանդանոցները շոկի պատճառով չեն կարողանում գործել, ռելսերը գերտաքացումից դեֆորմացվում են, իսկ քամին շարքից դուրս է բերում էլեկտրամատակարարման համակարգը, խոսքը ոչ միայն տարերքի ուժի, այլև դրան պատրաստվածության որակի մասին է։ Բնական ռիսկերի աճի պայմաններում հատկապես կարևոր է ոչ միայն խստորեն պահպանել գործող նորմերը, այլև վերանայել շինարարական, սանիտարական, տրանսպորտային եւ էներգետիկ չափորոշիչները, որպեսզի շենքերն ու ենթակառուցվածքները հաշվարկված լինեն նման ծանրաբեռնվածությունների համար։ Վտանգն առաջանում է ոչ միայն տարերքի հարվածի պահին, այլև այն ժամանակ, երբ հնարավոր կլիմայական ռիսկերը նախապես հաշվի չեն առնվել, իսկ անվտանգության նորմերը մնացել են միայն թղթի վրա։ Oui, probablement et dès ce week-end. Ces habitants de Poitiers